Ողջույն, Դոկտոր Սրումի YouTube-յան ալիքի եթերում նորից գաստրոթայմն է եւ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանը։ Այս հաղորդման ընթացքում նեղ մասնագետի հետ կքննարկենք այն խնդիրների մասին, որոնց հետ ձեր առօրյայում շատ եք բախվում։ Այսօր իմ հյուրն է նյարդաբան Անուշ Գասպարյանը։ Ողջույն Անուշ, շնորհակալ եմ հրավերքս ընդունելու համար։ Վերջապես եկա։ Այո, սկսեի։ Մենք վաղուց պետք է խոսենք, քանի որ մեր պացիենտները շատ ընդհանուր են, իմ եւ ձեր, քանի որ գաստրոենտերոլոգիական ախտանիշների մեծ մասը երբեմն պայմանավորված են լինում հենց նյարդային ծագմամբ ու շատ են լինում պացիենտներ, որոնք ունեն տարբեր մարսողական գանգատներ, որովայնում ցավ, սրտխառնոց, անբացատրելի զգացողություններ, դիսկոմֆորտ եւ այլն, եւ որոնց հետազոտելուց հետո, երբ մենք որևէ օրգանական խնդիր չենք հայտնաբերում եւ նաեւ նկատում ենք պացիենտի գեր տագնապային կամ ստրեսային վիճակը, ուղղորդում ենք անպայման նյարդաբանի մոտ։ Եվ այդ նյարդաբանը իմ պացիենտների համար հենց դու ես, այդ պատճառով այսօր ուզում եմ քննարկենք։ Ինչ են անում այդ պացիենտները, ինչ հետազոտություններ են անցնում, ինչով եք դուք կարողանում նրանց օգնել։ Շնորհակալություն, ճիշտ է, մենք գրեթե ամեն օր ունենում ենք այդպիսի պացիենտներ ու գրեթե ամեն օր ունենում ենք քննարկումներ այդ պացիենտների հետ կապված ու շատ լավ է, որ նաև մենք կարող ենք իրազեկել այս ամեն ինչը հասարակությանը, որ նրանք նույնպես իմանան այդ մասին, որովհետև շատ են լինում բացթողումներ, այսինքն երբ որ նրանք օքեյ ստուգում են իրենց ամբողջ ստամոքսաղեքային համակարգը, ոչինչ չեն հայտնաբերվում եւ այդպես էլ մնում են, շարունակում են խնդիրները, ընդհանուր կարող են առաջանալ մինչեւ անորեքսիաներ, որոնք որ բնականաբար այսպիսի խնդիրները իրենցից ենթադրում են մուլտիդիսցիպլինար մոտեցում, այսինքն միշտ պետք է զբաղվի եւ միայն նյարդաբանը դա չի կարող բուժել, միայն գաստրոենտերոլոգը դա չի կարող բուժել, պետք է համատեղ բուժում պացիենտներին։ Շատ են լինում, շատ ճիշտ նշեցինք, ստամոքսի ցավով, վայրոցով, ինչու՞ չէ սրտխառնոցներով եւ նոպայնման փսխումներով պացիենտներ, որովայնի շրջանում ցավերով պացիենտներ, փորլուծություններ, փորկապություններ, բերանի խոռոչում, ցավեր, այրոցներ, այո, տարբեր զգացողություններ, ինչու՞ չէ նաեւ անկղապահություն, ամբողջությամբ չասեմ, բայց հաճախացած կամ հակառակը եւ դրանք բոլորը իրենցից ենթադրում են այսպես կոմպլեքս բուժում գաստրոենտերոլոգիական եւ նյարդաբանական։ Երբեք չի լինում, որ միայն մի խնդիր է լինում, միշտ երկուսը միասին է լինում։ Այսինքն պացիենտները գալիս են արդեն ձեր հետազոտություններով եւ բուժումներով, ասում են հիմա ինչ, ես այս մյուս դեղերը չխմեմ, որ նշանակել է գաստրոենտերոլոգ, ասում եմ իհարկե պետք է խմեք, այսինքն նրա հետ զուգահեռ պետք է խմեք նյարդաբանական դեղորայքը։ Այդպես միայն մենք կարող ենք ունենալ լավ արդյունք։ Միանշանակ։ Օրինակ կան պացիենտներ, որոնք երկար տարիներ գիտեն, որ իրենք գաստրիտ ունեն, հա, ու ցանկացած գանգատ վերագրում են, դե ես գաստրիտ ունեմ, բայց իրականում այդպես չի։ Գաստրիտը լորձաթաղանթի բորբոքումն է, որը հստակ ախտորոշում ունի, այսինքն պետք է վերցվի բիոպսիա, բորբոքումը հաստատվի կամ պետք է պարզվի հելիկոբակտերային վարակ կա թե չկա, բայց իրականում այդ ամեն ինչը բացառելուց հետո, հա, մենք խոսք գնալ չի կարող գաստրիտի մասին, այստեղ լորձաթաղանթը նորմալ է, բայց ստամոքսը այլ կերպ է աշխատում, այսինքն կծկողականությունն է խանգարված, նրա դատարկումն է հապաղած, ռեցեպտորների գեր զգայուն վիճակ, այսինքն խաթարված է ուղեղ ստամոքս առանցքը, նրանք ազդակներն աղավաղված են անցալում։ Այս դեպքում դե մենք գործ ունենք ֆունկցիոնալ դիսպեպսիայի հետ եւ ուղեցույցերում միշտ ասում են, որ պետք է նշանակվի բացի պրոտոնային պոմպի ինհիբիտորը, կծկողական ֆունկցիան լավացնող անտիդեպրեսանտներ, իրականում ես որպես գաստրոենտերոլոգ այդ դաշտ չեմ մտնում, ես անտիդեպրեսանտ չեմ նշանակում ու ուղղորդում եմ նյարդաբանի, որպեսզի ճիշտ գնահատի իրավիճակը, ճիշտ դոզավորում, հսկողություն, հա, ամիսներ եւ այլն։ Ինչպես եք դուք նշանակում անտիդեպրեսանտը, երբ է հանվում, երբ են արդյունք ունենում, բա հանելուց հետո ինչ անի պացիենտը։ Իհարկե, այնքանով էր դժվար մեր Հայաստանում, որ անտիդեպրեսանտները իրենք ազատ վաճառքի են եւ բնականաբար ով ուզի կարող է գնալ ու գնել, նույնիսկ ապտեկայի աշխատողները, դեղատան աշխատողներն են խորհուրդ տալիս, այո, արդեն անտիդեպրեսանտներ, բայց դա շատ սխալ է, որտեղ անտիդեպրեսանտներն էլ իրենք ինդիվիդուալ են եւ ընտրվում են ինդիվիդուալ պացիենտի խնդրից կախված, պացիենտի վիճակից կախված, հաշվի առնելով մյուս նյարդաբանական խնդիրները, իզուր չի, որ իրական
իրականում շատ դեպքերում գրականություն նույնիսկ նշված է, որ ստամոքսաղիքային տրակտը համարվում է մարդու երկրորդ ուղեղ եւ երևի թե բոլորի մոտ կյանքում մի քանի անգամ եղել է, որ օրինակ ասեմ, դե ստամոքսս ցավում է, մի քիչ դրանից տրամադրություն չունեմ կամ որովայնած այսօր վքնած եմ, տրամադրություն չունեմ, բնականաբար գրեթե միշտ ստամոքսաղիքային տրակտի դիսկոմֆորտը, նշեմ դիսկոմֆորտը էլ չեմ ասում լուրջ խնդիրների մասին, բերում են առաջին հերթին տագնապի զգացողության։ Շատ դեպքերում են պացիենտները, ովքեր որ ունեն տագնապային համախտանիշ, իրենց մոտ միշտ ստամոքսում կա դիսկոմֆորտ, իրենք ունենում են սրտխառնոցներ, իրենք կարող են ունենալ նոպայանման փսխումներ, հավելյալ տագնապ։ Այո, հավելյալ տագնապի։ Երբեմն ասում են, չգիտեմ, սրանից եմ վատ, թե վատ եմ դրա համար եմ այնպես, այո։ Խրոնիկ դեպքերում արդեն դառնում է փակողակ, մեկը մեկին սկսում է նախորդել, նույնիսկ միգուցե ինչ որ մի բան կերած լինեն, որը որ լինում են օրեր մրսած ենք լինում եւ այլն, լավ չենք մարզում, դա նույնպես բերում է հավելյալ տագնապի ու այսպես սկսում է շարունակվել։ Իսկ հաշվի առնելով, որ սովորաբար նման խնդիրները միշտ լինում են երկարատև, խրոնիկ, իսկ խրոնիկ խնդիրների դեպքում գրեթե միշտ մեր նյարդային համակարգը դառնում է գերգրգռված, գերլարված, անհրաժեշտ են լինում հակադեպրեսանտներ կիրառել։ Իսկ հակադեպրեսանտների կիրառումը, ինչպես նշեցի արդեն, դա ինդիվիդուալ է, պետք է ընտրվել հաշվի առնելով խնդրից, հաշվի առնելով պացիենտի վիճակից, տարիք, սեռ, աշխատանք, ամեն ինչ պետք է հաշվի առնել, որովհետև սխալ ընտրված անտիդեպրեսանտը բնականաբար հակառակ ազդեցություն կարող է ունենալ։ Մենք լինում են պացիենտներ, որ ունեն օրինակի համար փորլուծություն ու պետք է ընտրենք այնպիսի անտիդեպրեսանտ, որը որ չի առաջացնում փորլուծություն, հակառակը պետք է փոփոխի այդ վիճակը, բայց ցավոք շատ դեպքերում մասնագետները դա հաշվի չեն առնում ու բնականաբար ուղղակի նշանակում են անտիդեպրեսանտ հասկանալով, իմանալով, որ այո, ցուցված է հակադեպրեսանտը գայդերում, ունենում ենք ավելի բարդացած արդյունք, երբ որ արդեն գալիս են պացիենտների, ստիպված ենք լինում ինչ որ կոմբինացիաներ մշակել տվյալ պացիենտի համար, ճիշտ է, անտիդեպրեսանտները Տրանկվիլիզատորները նրանք ավելի երկար կիրառելի դեղորայքներ են ու սովորաբար նրանք ասում են 4-6 շաբաթ անց, այսինքն նրանց թերապևտիկ էֆեկտը սկսում է 4-ից 6 շաբաթ անց, ու մենք միշտ պացիենտներին բացատրում ենք, որ գիտեք, այս դեղորայքը խմելուց պետք է որոշակի ժամանակահատված մի վախեցեք կախվածությունից, մի վախեցեք եւ կողմնակի ազդեցություններից, սկզբնական շրջանում միշտ դժվար է վստահությունը ստեղծել հակադեպրեսանտների հանդեպ պացիենտին, որովհետեւ մեր հասարակության մեջ շատ թյուր կարծիք կա, նրանք մտածում են, եթե հակադեպրեսանտ եմ խմում, ուրեմն այդ վերջում ինչ խառնում են փսիխոտիկների հետ, այսպես ասած։ Հետո մի հատ էլ բացում են, կարդում են հանկարծ մեջը շիզոֆրենիա բառը գրված լինում, առհասարակ սկսում են չխմել։ Շատ դժվար է այդ առումով մեր հասարակության հետ աշխատելը, բայց երբ որ ամեն ինչ բացատրում ենք նրանց ու տեղեկացնում ենք, թե դա ինչի համար է ու ինչ մեխանիզմով է սկսելու աշխատել, բնականաբար նրանք արդեն հասկանալով սկսում են խմել դեղորայքը սկզբնական շրջանում, բնականաբար իմանալով, որ պիտի ունենան այդ կողմնակի ազդեցությունները միշտ ունենում են այդ կողմնակի ազդեցությունները, բայց առաջի 4 շաբաթից հետո արդեն երբ որ հարմարվում են թե դեղորայքին, թե նրա ազդեցությանը, սկսում են լավացում ունենալ ու արդեն լինում է երբեմն պացիենտները գալիս ասում են կլինի տեղը չհանենք, ոնց որ լավ եմ, որ հանեմ էլի վատն է։ Վախկա հանելուց հետո ավելի վատանալու։ Իրականում եթե խնդիրը լիարժեք լուծվում է, եթե ամեն ինչ կարգավորվում է, երբեմն որոշակի հորմոններ, որոշակի անալիզների միջոցով մենք հասկանում ենք ժամանակն է հանելու թե ոչ, եթե մենք ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով հակադեպրեսանտները հանում ենք, կրկնվելու հավանականություն սովորաբար լինում է այնքան, ինչքան որ սովորական մարդու մոտ առաջին անգամ կլինի այդ խնդիրը։ Այսինքն չվախենան հանելուց, երբեմն այդ կողմնակի երևույթները տեսնելուց են հանում ինքնուրույն, չէ՞, օրինակ մինչև 4 շաբաթ կարող է լինել, մինչև սովորեն։ Երբեմն ինքնուրույն են հանում պացիենտները, մեկը իրենց խնդիրը չի լուծվում։ Ու չեն գնում բժշկի։ Այո, չեն գնում բնականաբար, որովհետև այդ դեղորայքին չեն վստահում եւ արդեն վերջում, 6 ամիս կուրսը անցավ, 1 տարի հետո նորից վախ կա հանելուց հետո միգուցե այդ վախը էլի իրենց խանգարի, որ իրենք էլի նույն վիճակի մեջ հայտնվեն։ Այդ դեպքում ինչ են անում, ինչ որ հոգեբանական աջակցություն, չգիտեմ, Կան իրականում պացիենտներ, որ ընթացքում նաև հոգեբանի խորհրդատվության կարիք են ունենում, կան պացիենտներ, ովքեր իրականում դեղորայքը չեն կարողանում ոչ մի ձև տանեն, այդ դեպքում նույնպես հոգեբանի հետ ենք սկսում աշխատել։ Մենք եթե չեմ սխալվում, նույնիսկ ունեցել ենք պացիենտ, որ 3-ով ենք աշխատել, ու միշտ ելք կա։ Ուղղակի պետք է պացիենտ բժիշկ փոխհարաբերությունը ճիշտ լինի, գանգատները ճիշտ պետք է ներկայացվի, բժիշկը շատ դեպքերում լինում է բժիշկը ասում է դե ոչինչ դեղդ խմի կանցնի։ Իրականում դա այդպես չի, երբ որ մենք պացիենտի գանգատները ճիշտ լսում ենք ու շատ ուշադիր հետևում ենք դրանց, մենք միշտ դեղորայքը
կարողանում ենք կառավարել, կարողանում ենք փոփոխություններ անել, կարիքի դեպքում ինչ-որ բան ավելացնել, պակասեցնել։ Իհարկե կարող են լինել նաև դեպքեր, երբ որ ընթացքում բուժման այլ խնդիրներ են միանում, անկախ բուժումից, անկախ այդ խնդրից երրորդ ինչ-որ մի խնդիր է միանում, բոլորի հետ էլ կարող է լինել։ Այդ ամեն ինչը պետք չէ վերագրել մի խնդրի, այսինքն պետք է ամեն դեպքում կոմպլեքս մոտեցում ցույց տալ ու նման դեպքերում միշտ լավ արդյունք ենք ունենում։ Շատ լավ, վերջերս շատ եմ ունենում դեռահասներ պացիենտներ, հատկապես այս քննական շրջանում, երբ մայրեր ասում են աղջիկս առավոտյան սրտխառնոցով է արթնանում, փսխում, տագնապային ստրեսային իրավիճակներում, բնականաբար 90%-ով ես վստահ եմ, որ այստեղ օրգանական խնդիր չկա, բայց այսպես թե այնպես մենք անում ենք գաստրոսկոպիա, բացառում եմ օրգանական խնդիրը, լեղու ռեֆլյուքս եւ այլն, բայց մեծամասամբ դեպքերում էլի նյարդային ծագումն է այստեղ ընկած, քանի որ առավոտյան շուտ արթնանալ, հա, այդ ստրեսային իրավիճակները, չքնել, ուշ մինչև գիշերվա քանիսը պարապել եւ այլն, միշտ ունենում են սրտխառնոց։ Այս դեպքում ինչ ենք առաջարկում։ Սրտխառնոցները եւ իրականում շատ հաճախ լինում են նաեւ փոլուծություններ։ Դեռահասներին բնականաբար հակադեպրեսանտներ չենք նշանակում, ես չեմ նշանակում ու իրենց էլ միշտ հորդորում եմ, որ չխմեն։ Նման դեպքերում շատ կարեւոր է քնի ռեժիմի կարգավորումը, շատ ամենակարևորն է։ Դեռահասների մոտ գրեթե բոլորի մոտ կա քնի ռեժիմի խանգարում ու մեր դեռահասների մոտ հիմիկվա բոլորի մոտ գրեթե կա վիտամինների, միկրոէլեմենտների պակաս։ Տենց դեռահաս չենք ունեցել, որ չունենան, կախված սննդից, կախված ապրելակերպից երևի չեմ կարող ասել, կարգավորելով միկրոէլեմենտները, վիտամինները ու քնի ռեժիմը 98% դեպքերում մենք կարողանում ենք խնդիրը հաղթահարենք։ Ամենաառաջինը տվյալ դեպքում միշտ քնի ռեժիմն է։ Ես հասկանում եմ, մենք էլ ենք եղել ուսանող, մենք էլ ենք պարապել, մենք էլ գիշերները չենք քնել, բայց նրանց մոտ մի քիչ ուրիշ ձև է, նրանց մոտ այդ ամեն ինչը քրոնիկ է, անկախ քնություններից, անկախ ամեն ինչից նրանք երբեք չեն քնում, այսինքն նրանք պարկում են միշտ 12-ից հետո մտնում են հեռախոսի մեջ մինչև ժամը 3-4-ը հեռախոսի մեջ են, առավոտյան պիտի բնականաբար արթնանան գնան դասի 4-5 ժամ քնելով, այդ 4 շաբաթ 4-5 ժամ մարդ քնի, այն էլ երիտասարդ ով որ սովորում ընթացքում եւ այլն, կունենա եւ տագնապներ, եւ քնի խանգարումներ, եւ հիշողության վատացում, կենտրոնացման վատացում եւ այդ ամեն ինչը բնականաբար կբերի նյարդային դրսևորումների, իսկ նյարդային դրսևորումները իրենք բնականաբար գրեթե միշտ ուղեկցվում են ինչ որ օրգանական զգացողությամբ, ես չասեմ օրգանական խնդիրներով, բայց օրգանական տարբեր զգացողությամբ։ Մեկի մոտ ստամոքսն է, մեկի մոտ աղիները, մեկի մոտ միզապարկը, մեկի մոտ հաճախակի միզարձակություն կամ սրտի շրջանում ինչ որ խնդիրներ։ Բնականաբար ես դեռահասների շրջանում չեմ սիրում այդ դեղորայքային բուժումը, բայց սիրում եմ բարձրացնել ստրեսակայունությունը եւ կարգավորել քունը։ Այդ դեպքում շատերի մոտ այո, շատ լավ արդյունք են ունենում։ Մեր մասնագիտության մեջ է շատ խնդիրներ լուծվում են ապրելակերպ, սննդակարգ, ռեժիմ կարգավորելուց հետո։ Այդ առաջնային է թվում, որ ոչ միայն դեռահասների մոտ, այդ բոլորի մոտ է, այո։ Ես նաեւ կուզենամ նշել անպայման ու հատկապես մեր բժիշկների շրջանում, քանի որ մեր մոտ է հիմնականում լինում այդ բռնաուտները, ու մենք ենք որ միշտ չենք սնվում նորմալ, այսինքն առավոտը լինում ասեն շատ արագ դուրս են գալիս, օրվա ընթացքում չենք հարցնում ոչ մի ման ուտել եւ երեկոյան գալիս ենք հաց ենք ուտում, մեր մոտ միշտ առաջանում են գաստրոենտերոլոգիական խնդիրներ, դրա համար անպայման պետք է մեզ նույնպես նորմալ սնվել։ Բնականաբար ես այդ հարցը լուծել եմ ձեզ համար ու առաջնահերթ է այո ինքս իմ վրա դա զգացել եմ, այո, ես ինքս ամենավատ սնվողներից մեկն եմ երևի թե եղել իմ կյանքում, բայց ինքս հասկացել եմ, որ այդ նորմալ ու ճիշտ սննդակարգը իրականում կյանքում շատ բան է փոխում, թե էներգիայի առումով, թե աշխատունակության առումով, թե ինքնազգացողության։ Եվ նյարդային համակարգի հանգստության, խաղաղության համար։ Եվ մի հարցի շուրջ էլ քննարկենք շատ հաճախակի բերանի խոռոչում 4 տարօրինակ զգացողություններ, լեզվի այրոց, մռմռոց, դառը, քաղցր, թթուհամ եւ այլն, առաջինը ուր են գնում գաստրոենտերոլոգի մոտ կամ ստոմատոլոգի, չէ՞։ Հա, ստոմատոլոգը ասում ամեն ինչ նորմալ է, ատամներից չի եւ այլն, կամ քիթ-կոկորտի բժշկի մոտ են արդեն եղած, այնտեղ ոչ մի բան չկա, գաստրոենտերոլոգի մոտ են գալի, բայց միշտ ասում եմ, որ լեզվի հետ կապված ցանկացած խնդիր առաջին հերթին պետք է բացառել բոլոր մնացած խնդիրները, այսինքն բերանի խոռոչ, կոկորտ, քիթ-ըմպան եւ այլն, ամենավերջում նոր այստեղ դեր ունի ստամոքս աղիքային համակարգը։
բայց շատ հաճախ ես նկատում եմ, որ այստեղ նաև դեր ունի նյարդային ծագումը, հա, այդ աղավաղված ընկալումները, ռեցեպտորները աղավաղված են ընկալում ազդակները։ Այս առումով ինչ կասեք։ Ճիշտ է, հատկապես COVID-ից հետո են այս գանգատները շատ դրսևորվում, այն բոլոր պացիենտները գրեթե ովքեր որ ունեցել են հոտի եւ համի խնդիր, իրենք մի քանի տարի հետո սկսում են ունենալ բերերնի խոռոչի ինչ որ դիսկոմֆորտային զգացողություն, լինի այրոց, մռմռոց, թե երբեմն գալիս են ասում են ոնց որ լեզուս ուռած լինի ու չզգամ։ Բոլոր այդ օրգանական խնդիրները ժխտելուց հետո բնականաբար մենք արդեն փորձում ենք կարգավորել նյարդային համակարգը, բայց իրականում գրեթե միշտ նաև ունենում է բերանի խոռոչում ինչ որ խնդիրներ, որոնք որ առաջանալով սկսում են սրել այդ նյարդաբանական խնդիրը, մինչև չբուժենք օրգանական խնդիրը, չկարգավորենք միկրոֆլորան եւ այլն, բնականաբար լավ արդյունք չենք կարող ունենալ, որովհետեւ սա արդեն պատճառահետևանքային է լինում։ Ճիշտ է, COVID-ը բերում է բերանի խոռոչի ու առհասարակ բոլոր ռեցեպտորների կամ գերզգայունության կամ հակառակը ազգայունության, ու եթե ինչ որ մի խնդիր առաջանում է, սա սկսում է դրսևորվել, այդ պատճառով անպայման օրգանական խնդիրները բացառելը այս դեպքում առաջնահերթն է։ Հասկանալի, այսինքն այսպես տեմպես կենտրոնական ծագում եւս ունի այդ բերանի խոռոչի զգայունությունը եւ այլն։ Ու ես նույնիսկ ասում եմ, որ շատ մարդիկ կան, ովքեր ինչ գանգատներն առաջացել են COVID-ից հետո, ցանկացած այլ գանգատ, ու ես միշտ ասում եմ, կյանքը բաժանվում է երկու մասի՝ մինչև COVID-ը եւ COVID-ից հետո։ Այո։ Հատկապես մեր նյարդաբանական խնդիրներում շատ են հիվանդությունները, որոնք որ առաջացել են COVID-ի շրջանում կամ հետ COVID-ային շրջանում, կամ այդ մոդայիկ արտահայտությունը, որ ասում են long COVID, իրականում այդքան էլ մոդայիկ չի, այդ շատ մեր բժիշկների համար ահազանգի նման մի բան է, որովհետև եթե պացիենտը տանում է այդ long COVID հասկացողությունը, ուրեմն իր օրգանիզմում ինչ որ մի բան այն չէ ու հետագայում բնականաբար ինքը ունենալու է իր դրսևորումները։ Շատ լավ, շնորհակալ եմ Անուշ հրավերս ընդունելու համար, նման կարևոր թեմաները քննարկելու համար։ Հուսով եմ շարունակական կլինի մեր այսպիսի քննարկումները, մեր պացիենտները հուսալի ձեռքերում են, կարծում եմ մենք միշտ կոմպլեքս մոտեցում ենք ցուցաբերում եւ հստակ գիտակցում ենք որտեղ է այստեղ գաստրոենտերոլոգիական խնդիրը, որտեղ արդեն պետք է միանա նյարդաբանը կամ կարծում եմ մնացած այլ նեղ մասնագետները։ Իմ այսօրվա հյուրն էր նյարդաբան Անուշ Գասպարյանը, իսկ ես գաստրոենտերոլոգ Շուշանիկ Միրիջանյանն եմ։ Չմոռանաք բաժանորդագրվել Dr. Srumi YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք Gastro Time-ի հետագա հաղորդումները։